Վատիկանում պատրաստվում են Հռոմի Պապի ընտրությանը։ Իսկ մինչ այդ մամուլում քննարկվում է, թե ովքեր կարող են հավակնել կաթոլիկ եկեղեցու առաջնորդի դերին։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ում անուններն են շրջանառվում։ Կոնկլավին մասնակցող 135 կարդինալներից մոտ 2 տասնյակը իրական շանսեր ունեն հավակնություններ ներկայացնելու։ Եվ աշխարհի ամենաազդեցիկ լրատվամիջոցները վկայակոչելով սեփական տեղեկացված աղբյուրները Վատիկանում շարադրում են պոտենցիալ թեկնածուների ցուցակները։ Դրանց թվում են իտալական La Stampa-ն, բրիտանական Reuters-ն ու Daily Mail-ը, Financial Times-ը, բայց ինչն է հետաքրքիր, այս 4 հիշատակած պարբերականների հրապարակած ցուցակները գրեթե համընկնում են։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ այդ տեղեկությունները հավաստի են եւ մոտ են իրականությանը։ Նաև կան անուններ, որոնք տարբեր ցուցակներում հիշատակվում են, բայց չեն համընկնում։ Բայց առաջի տեղերում են Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը, ով համարվում է ամենահավանական թեկնածուներից մեկը, ֆրանսիացի կարդինալ Ժան-Մարկ Ավելինը, Երուսաղեմի լատին պատրիարք Պիեր Բատիստա Պիցաբալան եւ նաև մի շարք եվրոպական եւ ասիական պետությունների ներկայացուցիչներ, կարդինալներ, այդ թվում Շվեդիայի, Պորտուգալիայի, Կոնգոյի, Շրի Լանկայի, Ֆիլիպինների, Բիրմայի, Նոր Գվինեայի եւ այլն։ Իհարկե Միացյալ Նահանգների ներկայացուցիչ եւս կա։ Հիշատակած բոլոր մեծ մաս այդ թեկնածուների հայերի համար կարևոր հարցում իրենց որևէ կերպ երբեք չեն դրսևորել։ Բայց կան նաև գործիչներ, որոնց անցած ճանապարհը մտահոգում է մեզ, հա, օրինակ պետքարտուղարը Վատիկանի Պիետրո Պարոլին, ով այժմ Վատիկանի երկրորդ դեմքն է եւ ամենահավանական թեկնածուներից մեկն է համարվում, մտահոգում է այն իմաստով, որ ունի Ադրբեջանի հետ շատ տարօրինակ կապեր։ Թեև Հայաստանի իշխանությունները նույնպես նրա հետ աշխատելու հարուստ փորձ ունեն, օրինակ 23 թվականի հուլիսին նա եղել է Հայաստանում աշխատանքային այցով, հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, իսկ դրանից առաջ 2021 թվականի հոկտեմբերին նախագահ Վահագն Խաչատուրյանը նրան պարգևատրել է պատվո շքանշանով, հաշվի առնելով նրա ներդրումները Վատիկանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում։ Բայց Ադրբեջանի նրա հետ նրա ունեցած կապերը իսկապես տարօրինակ են եւ մտահոգիչ։ Բանն այն է, որ հենց նա է հանդիսանում Հեյդար Ալիևի հիմնադրամի պարտնյորը Վատիկանում, հենց նրա հետ են հանդիպում հիմնադրամի ներկայացուցիչները քննարկելու համար նոր ներդրումները Վատիկանում։ Իսկ այդ ներդրումները ըստ էության քողարկված կաշառք են։ Միլիոնավոր եվրոներ են ծախսել ադրբեջանցիները Վատիկանում, ներկայացնելով դա որպես նվիրատվություն եւ այլն, բայց այդ փողերը իհարկե դրսևորվում է այդ փողերի նվիրատվությունը մեզ հայտնի ծրագրերով։ Նաեւ կարծում եմ դա է պատճառը, որ Պիետրո Պարոլինը ժամանակին աչք է փակել, երբ Վատիկանի պաշտոնաթերթը հակահայկական հրապարակումներ է իրեն թույլ տվել, կամ երբ Վատիկանում ադրբեջանցիները գիտական կոնֆերանս են անցկացնում, որում ներկայացնում են Արցախի հայկական պատմական մշակութային հուշարձանները որպես աֆղանական։ Հայտնի է, որ հենց Պարոլին են կազմակերպել Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Վատիկան 20 թվականին։ Նա հաճախ Իլհամ Ալիևի հյուրն է լինում, շատ մտերիմ հարաբերություններ ունեն, ոնց հասկանում եմ, վերջին անգամ Բաքու է ժամանել COP29-ին մասնակցելու համար, այն դեպքում, երբ բազմաթիվ եվրոպական երկրներ ներկայացված են եղել շատ ավելի ցածր մակարդակով, Վատիկանային բացառիկ պետություններից է եղել եվրոպական, որը երկրորդ դեմքով է ներկայացված եղել։ Այդ ամենը հաշվի առնելով, կարծում եմ նրա ընտրվելու շանսերը մեզ մոտ ավելի շատ մտահոգվելու առիթ են տալիս, քան, այսինքն մտահոգության իսկապես առիթ տալիս են։ Արտյոմ, իսկ որոնք են առավել նախընտրելի Հայաստանի համար։ Financial Times պարբերականը գրում է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն Ֆրանցիսկոս Պապը հայտնել է ժամանակին, որ կցանկանար իր դերում տեսնել Ֆրանսիան ներկայացնող կարդինալ 66-ամյա Ժան-Մարկ Ավելինին, ով իսկապես հայամետ գործչի համբավ ունի, նախնշեմ, որ նա Մարսելի արքեպիսկոպոսն է եւ ապրում է մի քաղաքում, որը Եվրոպայում ամենամեծ հայկական համայնքը ունի, մինչ այդ էլ Ավինյոնում է ապրել, ու նույնպես շատ հայեր կան, բազմաթիվ հայեր կան նրա շրջապատում, ժամանակին ցեղասպանության հարցում
մասով է արտահայտվել, պատարակներ է կազմակերպել ցեղասպանության զոհերի հիշատակին վերաբերվող։ Անցած տարվա ապրիլին նա եղել է Երևանում շատ տարօրինակ այցելությամբ, տարօրինակ, քանի որ նրա այցի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Ամենայն դեպս ոչ վարչապետի, ոչ բարձրաստիճան այլ անձանց հետ նրա հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն եղել։ Ամեն դեպքում նրա ընտրվելը իհարկե կօգնի հայ-վատիկանյան հարաբերությունների զարգացմանը։ Մեկ այլ հայամետ թեկնածու, խոսքը Երուսաղեմի լատինաց պատրիարք Պիեր Բատիստա Պիցաբալլայի մասին է, ով նույնպես բազմաթիվ առիթներ ունեցել է հայ բարձրաստիճան հոգևորականների հետ մտերիմ հարաբերվելու եւ համագործակցելու, Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը նրա հետ մշտական կապի մեջ է եւ հենց նրա միջոցով են Երուսաղեմի հայերը Հռոմի պապին փոխանցում իրենց ուղերձները, երբ խնդիրներ են առաջանում։ Եվ աշխարհում նույնպես նա շատ լավ համբավ ունի, խաղաղարար անձի համբավ ժամանակին, երբ Համասը պատանդ էր վերցրել երուսաղեմցի երեխաներին, նա առաջարկել էր պատանդ դառնալ նրանց ազատ արձակման փոխարեն։ Նույնպես Պիցաբալլան բավական մեծ շանսեր ունի, ինչը կարող է նաև մեզ համար նպաստավոր լինել։ Արտեմ, սովորաբար պապի ընտրությունը մեծ քաղաքականությունների, գերտերությունների բախման առարկա է լինում, այս դեպքում նույնպես այդպես է։ Իհարկե գլոբալ շահերի բախում է այս անգամ եւս տեղի ունենում, Միացյալ Նահանգներն են փորձում օգտագործել հնարավորությունը իրենց համար ընդունելի անձի, այսպես առաջ տանելու համար, դե բնական է իտալացիները ցանկանում են ամեն ինչ անել, որ իտալացի լինի, բայց մեծ է հավանականությունը, որ այս անգամ երրորդ աշխարհի ներկայացուցիչ ընտրվի, իսկ հավակնորդները բազմաթիվ են եւ ասիական երկրներից եւ աֆրիկյան երկրներից։ Սա իսկապես մեծ քաղաքականության խնդիր է եւ միշտ է այդպես եղել։ Օրինակ 1978 թվականին, երբ ազգությամբ լեհ Կարոլ Վայտիլան դարձավ, ընտրվեց Հռոմի պապ, խոսքը Հովանես Պողոս II-ի մասին է, աշխարհը արդյունքում փոխվեց, քանի որ պատմաբանները կարծում են, որ միգուցե Բերլինի պատը ի վերջո չփլուզվեր, եթե Լեհ Վայտիլան չընտրվեր Հռոմի պապ, քանի որ դրա արդյունքում Լեհաստանում բարձրացավ ինքնագիտակցությունը լեհերի, ձևավորվեց սոլիդարնոсть շարժումը, ինչը արևելյան Եվրոպայում նոր ալիք առաջացրեց։ Նույն իրավիճակն էր, երբ 1958 թվականին հայազգի կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանն էր Հռոմի պապի թեկնածու։ Այս անգամ խորհրդային հատուկ ծառայությունները ամեն հնարավորը արեցին, որպեսզի նա չընտրվեր, քանի որ գիտակցում էին, որ նրա ընտրվելը կարող է Հայաստանում ազգային ինքնագիտակցության այսպես բռնկում առաջացնել, ինչը կարող էր անջատողական շարժումների հանգեցնել Հայաստանում։ Եթե այդպես լիներ, միգուցե Հայաստանի նորագույն պատմությունը այլ կերպ ձևավորվեր։ Շնորհակալություն, Արտեմ։